Վրաստանի ներքին գործերի նախարարը նոր հրաման է արձակել, որով սահմանվել է, թե ինչպես է ոստիկանությունը հատուկ սերտիֆիկացված յուրաքանչյուր սարքերի միջոցով ստուգելու տրանսպորտային միջոցների աղմուկի մակարդակը։ Նախարարության հաղորդմամբ կարգն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից ոստիկանները աղմուկի մակարդակը կստուգեն ճանապարհային երթևեկության ընթացքում։ Այդ նպատակով արդեն ձեռք են բերվել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ սարքավորումներ։ Ժամը 23-ից մինչև 8 ընկած ժամանակահատվածում բնակավայրերում տրանսպորտի աղմուկը չպետք է գերազանցի 80 դեցիբելը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն սահմանված նորմի խախտումները կհանգեցվի վարորդների տուգանքների եւ վարորդական իրավունքի վկայականի միավորների նվազմամբ։ Առաջին դեպք 100 լարի տուգանք եւ վարորդական վկայականից 10 միավոր նվազում, երկրորդ դեպք 200 լարի տուգանք եւ 20 միավոր նվազում, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ դեպք 300 լարի տուգանք եւ 30 միավոր նվազում։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ակտիվ ռեժիմով կշարունակեն ճանապարհային երթևեկության կառավարումն ու նմանատիպ խախտումների արձագանքումը։